Սիրելի հավատացյալներ, 4 օր առաջ հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը եւ այսօր մեր եկեղեցին տոնում է տոն, որը կոչվում է երկրորդ ծաղկազարդ։ Այս երկու տոները իրենց հոգևոր իմաստով կապված են միմյանց հետ։ Եվ նաև պետք է նշել, որ երկրորդ ծաղկազարդ տոնը տոնում է քրիստոնյա եկեղեցիներից միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Ինչ խորհուրդ ունի այս տոնը։ Եթե առաջին ծաղկազարդը դա Քրիստոսի փառավոր մուտքն էր, երկրավոր Երուսաղեմ, ապա երկրորդը դա նրա մուտքն է երկնավոր Երուսաղեմ։ Համբարձումից հետո, ինչպես պատմում է ավանդությունը, Քրիստոս մարմնով համբարձվեց եւ անցավ հրեշտակների 9 դասերի միջով։ Եվ ամեն մի հրեշտակների դաս նրան առանձին դիմավորում էր։ Եվ այդպես նաև այդ օրվա խորհուրդը եւ օրվա մեկնությունը նաև կապված է մեր Գրիգոր Լուսավորչի հետ, որի մասին որ պատմում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, մեր եկեղեցու հայրերից մեկը։ Նա ասում է, որ Գրիգոր Լուսավորչին, երբ որ նա տարիների ընթացքում գտնվում էր խոր վիրապի մեջ, նրան ամեն օր այցելում էր մի հրեշտակ, եւ այդ հրեշտակը հրեշտակների 9 դասերից 4-րդից էր։ Եվ համբարձումից 4-րդ օրը հրեշտակը չի այցելում նրան։ Եվ երբ որ մյուս անգամ գալիս է, ասում է ինչու չկայր 3 եւ նա պատասխանում է, ասում է 3 երկրորդ ծաղկազարդն էր եւ Քրիստոս անցնում էր մեր հրեշտակների 4-րդ հրեշտակների դասի միջով։ Եվ այսպես է, որ տրվել է իմաստը երկրորդ ծաղկազարդ տոնի, որը որ նորից կրկնենք, կապված է մեր յուրաքանչյուրիս հոգու եւ յուրաքանչյուրիս հոգու միջոցով Քրիստոսի ընդունելու հետ։ Առաջին ծաղկազարդի ժամանակ, որը որ մենք տոնեցինք Սուրբ Զատիկից 1 շաբաթ առաջ, մենք տեսանք, թե ինչպես էին ժողովուրդը ուրախ հայացքներով, փառք տալով դիմավորում Քրիստոսին։ Նրանք իրենց գեստներն էին գցում Քրիստոսի առջև, որպեսզի նա նրանց վրայով քայլի։ Եվ Քրիստոս քայլում էր լուր այդ ամբողջ բազմության միջով, որովհետև նա գիտեր, որ նա քայլում էր դեպի իր մահը։ Պատահական չէր, որ մինչև Երուսաղեմ մտնելը Քրիստոս ասում է, որ եկել է ժամանակը, որպեսզի մարդու որդին փառավորվի։ Եվ նա այդ փառքը չէր ասում, որ պետք է լինի մարդկանց միջոցով։ Նա իր այդ քայլելով եւ ի վերջո խաչվելով ցույց տվեց, որ իր փառքը դա պետք է լինի մահվան միջոցով, չէ որ նա մահացավ, հետո հարություն առավ եւ դրանով տեսան նրա աստվածային փառքը։ Քրիստոս քայլում էր այդ ժողովրդի միջոցով, որովհետեւ գիտեր, որ այդ իրենց առջև ձեռքեր, այն ձեռքերը, որ իր առջև փռում են իրենց շորերը, մի քանի օր հետո պետք է վերցնեն քար եւ պետք է նետեին իր վրա։ Նա գիտեր, որ այդ աչքերը, ուրախ աչքերը, որոնք դիմավորում էին իրեն, պետք է մի քանի օր հետո լցվեն ատելությամբ եւ արյունով եւ պետք է գոռան խաչը հանեք դրան։ Նա քայլեց բոլորի միջոցով եւ մտավ տաճար։ Մտավ տաճար եւ տաճարից վռնդեց բոլոր առևտուր անողներին եւ աղավնի վաճառողներին։ Եվ դրանից հետո նա իր երկրավոր երկրի վրա եղած վերջին օրերը ապրեց եւ ի վերջո խաչվեց, մահացավ եւ հարություն առավ։ Սիրելի հավատացյալներ, երկրորդ ծաղկազարդը դա այն օրն է, որ մենք պետք է վերհիշենք այդ ամենը։ Պետք է վերհիշենք առաջին ծաղկազարդը եւ ինքներս մեզ հարց տանք։ Արդյոք մենք էլ դիմավորել ենք նրան ինչպես որ պետք է, թե մենք էլ այն ժամանակվա հրեաների պես փառք ենք տվել նրան, ուրախացել ենք, մեր շորերն ենք հանել նրա առջև եւ փռել նրա ոտքերի առջև,
բայց մի քանի օր հետո խաչել ենք նրան եւ վրընդել ենք մեզ մոտից։ Այսօր այն օրն է, երբ որ մենք պետք է բոլորս անդրադառնանք այն պահին, թե արդյոք մենք իրապես ընդունել ենք Քրիստոսին, թե ոչ։ Պողոս առաքյալը ասում է, որ ամեն մեկը Սուրբ Հոգու տաճար է։ Եվ իրապես այդպես է։ Մեր եկեղեցու հայրերը մեր յուրաքանչյուրիս մարմինը անվանում են Երուսաղեմ քաղաք։ Եվ յուրաքանչյուրիս սիրտը անվանում են տաճար։ Այսօր դուք էլ ամեն մեկը հոգևոր Երուսաղեմ եք եւ ամեն մեկից սիրտը դա Սուրբ այդ քաղաքի տաճարն է։ Եվ այսօր մնում է ուղղակի հասկանանք, թե արդյոք մենք թողել ենք որպեսի Քրիստոս մտնի մեր քաղաքը, թողել ենք որպեսի մոտենա մեր սրտերին եւ ինչպես այն ժամանակ տաճարը մաքրեց, այսօր էլ մեր սրտերը մաքրի։ Թե ուղղակի մի պահ ուրախացել ենք, իսկ հետո խաչել ենք եւ ուղղակի հեռացել ենք նրանից։ Արդյոք մի պահ ուրախացել ենք, իսկ հետո մահացած քաղաքի պես, ամայի քաղաքի պես հեռացել ենք նրանից։ Այսօր այն օրն է, երբ որ յուրաքանչյուրս պետք է իրապես իրեն այդ հարցը տա եւ գտնի այդ հարցի պատասխանը։ Այսօր այն օրն է, որ պետք է ամեն մեկս հասկանանք, թե մենք հոգով կենդանի ենք, թե հոգով մահացած ենք։ Մի անգամ մի երիտասարդ մոտենում է մի իմաստունի եւ ասում է. ինչպես հասկանամ, արդյոք ես հոգով կենդանի եմ, թե մահացած եմ։ Եվ իմաստունը նրան պատասխանում է։ Ասում է դու կենդանի ես, եթե քո հոգին փաթաթված չէ ատելությամբ եւ փաթաթված չէ անտարբերությամբ։ Ասում է դու կենդանի ես, եթե քո աչքերը տակավին կարող են լացել եւ քո սիրտը կարող է ցավակցել։ Եվ ի վերջո դու կենդանի ես, եթե քո հոգու երկրակամարում, քո հոգու ամենավերևին մասում գրված է սեր բառը։ Եվ այսպես, սիրելիներ, այսօր այն օրն է, որպեսզի պետք է մենք ամեն մեկս հասկանանք, թե որքան կարևոր է ոչ միայն տոնը տոնել եւ հիշել այդ օրը, թե ինչ է կատարվել կամ ինչի մասին ենք մենք այսօր տոնում, ինչն ենք մենք այսօր տոնում, այլ յուրաքանչյուր տոնի ժամանակ հասկանալ, թե ինչով մենք պետք է այսօր փոխվենք, ինչ հարց պետք է տանք մենք ինքներս մեզ եւ ինչպես պետք է պատասխանենք ինքներս մեզ այդ հարցին։ Հետևաբար, սիրելիներ, եկեք մաքուր պահենք մեր սրտերը, որպեսզի Քրիստոս գալով թակի մեր հոգու դռները եւ մտնի մեր հոգու Երուսաղեմը։ Մաքուր պահենք մեր սրտերը, որպեսզի Քրիստոս գա եւ մտնի մեր այդ ձեռակերտ, անձեռակերտ տաճարների մեջ եւ մաքրի այդ տաճարները։ Եվ չլինի այնպես, որ ինչպես առաջին ծաղկազարդից առաջ, մինչև Երուսաղեմ մտնելը Քրիստոս լացեց, նայելով քաղաքին, լացեց եւ ասաց. գոնե հիմա գիտենայր քո փառքը, ով Երուսաղեմ, բայց քո աչքերը փակված են մառախուղով եւ տրտմությամբ։ Թող Քրիստոս գալով չտեսնի այդ նույն փակված հոգին մեր մեջ, այլ տեսնի բաց դիմավորող հոգի, բայց այնպիսի դիմավորող հոգի, որը դիմավորի եւ կպահի նրան իր մեջ, այլ ոչ թե դիմավորի եւ մի քանի օր հետո խաչը կհանի նրան, ինչպես այն ժամանակ արեցին այն ժամանակվա հրեաները։ Աստծո օրհնությունը յուրաքանչյուրիդ վրա։ Օրհնյալ եղերուք իշնորհացրփող քույն, երթայքի խաղաղություն եւ Տեր ընդ մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ ընդ ամենեսյանս ամեն։